Բարի առավոտ աղջիկներս, առավոտ շուտ սկսում ենք մեր վլոգը։ Այստեղ երեքիս տետերն է, որտեղ ինքը ամեն օր պարապում է, այսինքն երկրորդ դասարան ինքը վերջացրել է, բայց ինքը վերցրել ենք ամառային պարապմունքներ հատուկ երկրորդ դասարանի համար, որպեսզի ինքը անցածը չմոռանա, կրկնի եւ նորից վերհիշի այն, ինչը որ անցել է։ Այստեղ 50 այսպես թերթ է, հա։ Նայեք, ինքը ստեղ բոլորը լրացնում է, գրում է, այսպես նոր ենք, հա, սկսել գնացինք Հայաստան եկանք ու նորը սկսել ենք պարապել, հայոց լեզվից կա, մաթեմատիկայից կա, նույնիսկ ակուժեշի միր կա, մի խոսքով, ինչը որ անցել է երեխեն, այստեղ կա, և նորից ինքը վերհիշում է անցածը, ու այսպես ավելի է, հա, իր ուղեղում ամրապնդվում այն, ինչը որ ինքը սովորել է։ Համառային արձակուրդների համար է նախատեսված, այնպես որ կարող եք պատվիրել, ես պատվիրել եմ Վայլպրեսից և կրկնեք, սովորեն երեխեքը, վերհիշեն, հա, անցածը, այս արձակուրդների ընթացքում խաղով են ընկնում, հարազատ բարեկամների տուն են գնում գալիս և դասերի մասին կարելի ասել չեն բանանում, հա, եթե օրինակ ես մերիկին չասեմ հիմա դասի ժամը, ինքը չի գա նստի, չի անի, պետք է ես ասեմ Երիկ ջան արի դասը անենք, որ ինքը նոր գա նստի անի, եթե ես թողնեմ իրեն, ինքը ընդհանրապես մոտիկ չի գա, կանիկուլա ինքը պետք է հանգստանա և վերջ, դրա համար պետք է ծնողը երեխայի կողքը լինի և եթե երեխան մի փոքր ընկոմա գնում դասերից, հա, պետք է մոտիկ բերես, նույնիսկ ընթացքում պետք է հանում գումարումը հարցնես, բազմապատկում բաժանումը, դե արդեն երկրորդ դասարանում ստեղ անցան բազմապատկում բաժանումը, այնպես որ ես էլ կրկնում եմ, որպեսզի չմոռանա, ավելի այսպես իր մեջ տպավորվի, սովորի, երրորդ դասարանում, որ ավելի հեշտ լինի, տեսնենք, հետ էլ այդպես աղջիկներս, տարեր կա թողած պետք է լրացվի, բաների եմ բաժանում, մաթեմատիկա խնդրեմ, Ինչ աղջիկներս վլոգը համարում ենք սկսած, քանի որ ասել եք Աննա ջան ցույց տու, ես էլ մեծ սիրով ցույց տվեցի ձեզ։ Դրսում այսօր անուշ եղանակ է, հուսանք այսօր անձրև չի գա, այս 3-4 օրը անձրև է գալիս և ոչ մի գործ չես կարողանում անել։ Քանի որ աղջիկներս տանը մենակ եմ, Աննայան գնացել են Ստավրապոլ, կեսուրս էլ է Ստավրապոլում, Տեքրս դրսում գործ է անում, ես ու Երիկն ենք հիմա տանը, Արսենն ու Լինանը քնած են, ինչ ենք անում, բնականաբար նոր եմ արթնացել, սուրճ ենք խմում։ Տները շատ շուտ է հավաքում, եթե արագ ես սկսում աշխատել։ Այս բաժակներից այնքան շատ էի կարոտել աղջիկներս, ինչքան ժամանակա չեմ օգտագործել, կլինի արդեն մոտավորապես 1 տարի։ Այս սպիտակները հանել է, իրան մի կողմ է դրել, որովհետև 4 հատ կամ 3 հատ է մնացել։ Հայաստանում տեսել եմ,
ուղղակի այդ օրը այնքան շուտ դուրս եկան, որ չկարողացա գնամ ու առնեմ։ Ասածս ժամանակ ձեռքս գումար չկար այդ պահին, որ գնեմ։ Պետքա հետ գնայինք, որպեսզի գնայի, ու այդ ժամանակ այնպես ստացվեց, որ դուրս եկանք, տուն եկանք, էլ չկարողացա գնամ։ Բայց հաջորդ անգամ, որ գնամ Հայաստան, պարտադիր գնալու եմ այս բաժակները ձեռք բերելու։ Ճիշտ է, մամաս ինձ ասում է, դու ինչ ես անում այդքան կոֆեի բաժակ, որովհետև ինձ ինչ հիշում եմ, մամաս մորքուրս, սկեսուրս կոֆեի բաժակներ են բերում, ուղարկում, բերում, ես եմ գնում նվեր են տալիս, բայց ջարդվում է աղջիկներս, հələ մի հատ գրեք տեսնեմ ձեր տանն էլ այդքան արագ ջարդվում, թե ոչ, ջարդվում է, չի դիմանում կոֆեի բաժակն ես։ Աղջիկներս սուրճը խմեցի, վերջացրեցի, առաջի գործը, որ արեցի, ամանները արագ լվացի, այսպես շարքից հանեցի գործերի, հիմա այս մատերիալի մեծ սեղանի սփռոց ունեմ, այս իրենց սեղանի սփռոցի և ստեղ մի քանի տեղ կար, որ լաք նկատեցի, երևում է ասի մի հատ եռացրած ջրի մեջ տնեմ ժավելով, տեսեք, նվեր եմ ստացել սեղանի սփռոցի իրես շորիկներով, չեմ օգտագործել ընդհանրապես, և լաքը կար վրան, ասեցի սպասեք հանեմ, ինչ շատ հարազատ մարդ է ուղարկել, և ոնց ասեմ, որ ճիշտ հասկանաք, իրանք էլ չեն օգտագործել, իրան այդպես նվեր են տվել, ինքներ ինձ է նվեր արել, ու այդպես ինքներ չի օգտագործել, չմտածեք օգտագործած կեղտոտ նվեր է ուղարկել, մի քիչ ճանապարհին ինչ-որ կպել են, չգիտեմ ինչ են արել, այդպես կեղտոտվել է, այնպես որ այդպես, ասի մի հատ զգուշացնեմ, հանկարծ չմտածեք կեղտոտ ուղարկել են, այս ժավելի գել է, քանի որ ես սկսում եմ գործ անել, ես խորքային եմ գործ անում, օր կա, որ ընդհանրապես գործ անելս չի գալի, աղջիկներ ջան, ինչ ճիշտ, եմ որ չես էլ ուզում, մատիտ տաս, բայց այսօր այն օրերից է, որ ուզում եմ էներգիաս ծախսել աշխատել։ Հողամասում բնականաբար հիմա չեմ կարող դուրս գալ, որովհետև լավ ցեխ է, հիմա որ ես գնամ, ես չգիտեմ, չեմ կարող գործ անել, որովհետև ցեխի մեջ պետքա կորել։ Քանի որ ջուրը եռման է, վերցնում ենք բաժակ ու այսպես նստացնում ենք ժավելի մեջ, որպեսզի լավ իր այդ կեղտերը դուրս գան։ Դեռ խանութներ չեմ գնացել, ընդամենը գիշեր գնացի, մազեիզներկը և Էլինայի մակամպետը տենց վերցրեցի, գնումների չեմ գնացել, որ դոմեստոս բերեմ, չասեք ուրա դոմեստոսը տանվաճան, դեռ հերթը չի հասել դոմեստոսի։ Երեկ վայլպրեսով լուստրա է զակաց տվել, հյուրասենյակի համար, մեր լուստրը վառվել է, արս արդեն քանի ամիսա չի միանում, պատվերը եկել էր աղջիկներս, գնացի ենքան մանր սենց դետալներ կար, որ պետքա հավաքես, ասեցի, ես իմ խելքի բանը չի, 10 ժամ պտի նստեմ լուստր հավաքեմ, ավելի լավա Գյորգին աշխատանքից գա, գնանք, հենց խանութից պատրաստի գնենք, ահա, այսօր էլ պետքա գնանք լուստրայի հետևից, վազներ մոքրեն, ու հանոցում երևի թե վերջ, կմնահատակը սրթեն, ամանները դասավորեն, ու այդպես, այսօր լավ արև է հողը կչորասնի, վաղ արդեն կարանք անցնենք հողի գործի։ Վերցնում ենք ամանների սրբիչը, ամանները արագ չորացնում տեղավորում ենք, ամանների սրբիչի գույնն էլ էլենչի,
պետք է իրանց էլ ժավել դնեմ։ Так, քանի սկսել եմ, հերթով սկսեմ, ինչ կասեք։ Ես տենց եմ, աղջիկներ ջան, կամ պետք է անեմ, կամ պետք է չանեմ։ Ես վստահ եմ, որ դուք էլ եք իմ նման, որովհետև ինձ մենակ իմ նման մարդիկ են հետևում։ Մի հատ գրեք տեսնեմ։ Սեղանի սպրոցն է այստեղի։ Այստեղ սեղանը փակում են, որ խոհանոցում մենակ սեղանն է երևում, շատ մեծ է։ Գնամ ծաղիկներ հավաքեմ, որովհետև տուն առանց ծաղիկի նման չի, տան նման չի։ Քանի դեռ այգում ծաղիկներ կա, տունը պետք է ծաղկի։ Այդպես դրա համար ուզում եմ վարդերը շատացնեմ, որ տան բոլոր անկյունները վարդով լցված լինեն։ Նույնիսկ ուզում եմ տան համար, սենց փոքրիկ կարշոկների մեջ վարդեր աճացնել։ Սիրում որ ազատ լինի, հավաքված լինի։ Մենակ սեղան է երևում։ Դրանք ծաղիկ է բերենք։ Սեղանի սփռոց լինի։ Աղջիկս գալիս է, ասում մամա, հանի սեղանի սփռոցը չի ուզում։ Սեղանի սփռոց լինի։ Եկացեք գործ արեք, երեխեք ջան, հերիք անստեք ինձ նայեք։ Եկացեք։ Համ նայեք, համ գործ արեք։ Կոֆե խմեք, հետս չգիտեմ, մոտիվացիաս արթնացել է վլոգների։ Երկու ալիքում էլ փորձում եմ ակտիվը պահել։ Այնպես որ դուք էլ իմ հետ ակտիվս պահեք, որպեսզի այսպես էլ գնա։ Սպասեք ամաններն է չորացնենք ու գնանք ծաղիկների հետևից, ծաղիկների հետքերով։ Աղջիկներս ամաններն էլ սրբեցի, դասավորեցի, հիմա ուղարկում ենք լվանալու և ինչ ենք անում, հաց եմ սարքում, մակարոնով փլավ պետք է արագ անեմ, որովհետև առանց մակարոնի փլավի իմ երեխեքս սոված են։ Գյումրի հյուր էին գնացել, սեղան այսպես կոտլետներով, մսերով ամեն ինչ դրված է, սպասեք սենց այն, որ ես էլ երևա, ամեն ինչ դրված է, մեկի ասում են, Աննա ջան, երեխեքին ասա հաց ուտեն, երեխեքս կոտլետները տենց բաներ չեն ուտում, ես իմ ինչ պետք է լինի, որ կոտլետ ուտեն, կամ ասենք միս ուտեն, որովհետև միսը մենակ ուտում են տոլմայի մեջ, մեկ էլ երբ որ բլինչիկ եմ անում, այդ ժամանակ են ուտում, հետո փորձում եմ շատ արագ անեմ, որպեսզի այդ մսի պակաս իրանց մոտ լռանա։ Ասում եմ, եթե ուզում եք իմ երեխեքը հաց ուտեն, մակարոնով փլավ տվեք, կամ ուղղակի մակարոնը խաշեք ու այդպես կուտեն։ Մինչև մակարոնը խաշվեց, մենք արդեն դուրս ենք գալիս։ Հիմա ինչ եք ուզում ասեմ, առանց մակարոնի իմ երեխեք սոված են։ Լգրեք տեսնեմ ձեր երեխեքն են այդտեղ, թե ոչ։ Մենակ իմ երեխեքն են։ Նույնիսկ իրենք էլ զարմացան, ասում եմ, ես եմ գիտեմ, մենակ իմ երեխեքն են մակարոն ուտում։ Ներև քո երեխեքն են, իմ երեխեքս մակարոնով են ատում։ Մակարոնով ճաշ, մակարոն, տոլմա, բլինչիկ, ժարիտ, կարտոֆիլի պյուրե, նու Էրիկը պյուրե չի ուտում, պետք է պարտադիր ժարիտ լինի, բայց Արսենելինան պյուրե ուտում են։ Տենց, բորշ, էլ ինչ են ուտում։ Ամեն ինչ ուտում են, բացի են ինչ որ մսով ճաշը, ճաշը կուտեն, միսը չեն ուտի, կոտլետ տես չեն ուտի։ Խոսքով, այդպես, աղջիկներ ջան։ Խոհանոցում կարելի ասել բեր, նամ ծաղիկներ էլ բերեմ գամ, այս ուղակ ենք լվանալու, որովհետև գույնը ընդհանրապես ուրիշ չի կա, ու անցնենք առաջ։
բոլոր մոքրով միջոցներն է։ Լուգա, ամանների հեղուկը։ Ասեք։ Ուղղակի իրենք տարբեր են, մեկը ուրիշը, մեկն ուրիշը, անտիժիր, ամանների հեղուկ, անտիժիր, ժավել։ Մի ժավել ուր դրեցի։ Չբերեցի հետս։ Աղջիկներս մի 10-15 րոպեում համերիշ փայլում է։ Դարելին ասքանած է, ես գործերը վերջացնում եմ, որ վերակելում արդեն իրար է։ Ինքը շատ ստես նազիկ վեզիկ է, կան տղաներս։ Տղաներս համար կարևորը մաման տանն էլնի, թե ուր կերնի, ինչ կերնի, հետ արդեն իրանց համար մեկը իսկար չկաս աշկից պետք է անթարապես չբացակայն, որ բացական են վերջ։ Չներում մամային։ Այս էլ էսպես, այս իմ կուպկաների համանը։ Հացը սարքեմ, դիմահար դարվեմ ու տեսնենք ինչ եկան։ Մինչև Գյորգին աշխատանքից գա գնանք ստրա գնելու։ Նույնիսկ մակարոնը իրանց համար տարբերություն կա։ Պետք է մակարոնը սարքեմ, որ ուտեմ։ Տարբեր են, դուք ես վարդերին նայեք, չեմ ուզում մտնել, ողջ կյանք են, կյանք, ինչ սիրուն է, երկու են դա սենց, որ սենց բացվում է, երկու հատ իրար հետ լնայք, որ երեխեքի գլխի վրա լինում է, երկու այսպես մազերը փաթաթված ասպեն երկու բախտա ունենալու, մեզ ծաղիկինն եմ, Ող, ոնց կարելի է չգժվել, լնայք, վնասվածները բոլորը հեռացրել եմ, քախանել, հիմա պետքա դեղմ անգամ աղջիկներս, որ բույսերին չվնասի, մենակ մոլախոտերը մաքրեի, ուй, հələ ինչ լավն են, որ բերեմ ստեղ է սրսկեմ, ճիշտ է մաքրում եմ, ինձ համար դժվար չի,
Ուղղակի մարդ ես էլի, մաքրվի ավելի այսպես սիրուն կլինի։ Ամեն մեկին յուրահատուկ եմ սիրում։ Դեռ ուզում եմ վարդերի տեսականիները շատացնել, շատ վարդեր եմ ուզում, այն կողմն եմ ուզում վարդեր դեռ լինի, այն հատվածը, ուզում եմ, որ սաղ սենց ծաղիկներ լինի ու սաղ վարդեր։ Այստեղ այսպես աղջիկներս։ Շատ եք կարոտել մեր հրաշքայգին դրախտային վրա լնայք։ Ես մեկը սպասեք մի հատ համուտենամ։ Ես ինչ լավն է, ափսոս չի չա։ Սաղ ցուրտը տարավ, սաղ մի բան չթողեց։ Արդեն հասել է, հələ դուք ստենայեք, այնտեղ է տեսեք, բայց շատ քիչ է, հավաքենք, խառը կամպոտ անենք, երկու հատն էլ ուտեմ ու վերջ։ Աղջիկներս մի քանի տեղ լսել եմ, որ ծաղիկները երկար մնալու համար ջրին ավելացնում են շաքարավազ։ Ասեցի այս անգամը ես փորձեմ, տեսնեմ արդյոք ճիշտ է թե ոչ։ Փորձարկում եմ անում, հիմա ինչպես տեսակ ջրին ավելացրեցի շաքարավազ, մեկ լավ ճաշի գտալ, կտեսնեմ ծաղիկները երկար են մնում թե ոչ։ Օրինակ Հայաստանում Ստեփանավանում որ ծաղիկ էին գնում Արմինեի ծնունդի համար, հարցրեցի, ասեցի ճիշտ է, որ շաքարավազ եք ավելացնում ջրին։ Ասեց ոչ, մենք չենք ավելացնում, ուղղակի ամեն օր մի փոքր ծայրից կտրում ենք ծաղիկների, որպեսզի ավելի թարմ մնան եւ վերջ։ Բայց դե հիմա փորձում եմ, փորձանք չի բերում, տեսնեմ երկար կմնա թե ոչ։ Ինչպես տեսակ արդեն ամանի սրբիչները, մեր լեզվով ասած տիլոները մաքրվեց։ Ես ծալում եմ, նոր եմ տանում փռեմ, որպեսզի հավաքելուց հետո էլ հարթուկելու կարիք չլինի։ Ցանկացած լվացք փռելուց մի հատ թափ տվեք, ծալեք, նոր փռեք, կզգաք արդյունքը, ինչպես է ուղիղ լինում եւ կարող եք նաեւ չհարթուկել, եթե ժամանակ չունեք։ Մեկը ես 3 երեխաների մայր եմ եւ շատ է պատահում, որ ժամանակ չեմ ունենում հարթուկ անելու, կարիք էլ չի լինում։ Իսկ կարևոր շորերը, որ ինչ որտեղ ես գնում, պետքա պարտադիր հարթուկ բաց լինի, բնականաբար դրանց համար ժամանակ գտնում եմ եւ հարթուկում եմ։